դա աղետ կարելի է համարել, որտեղ շատ քիչ սպասելի բան չէ, դրգանան այդ ամուսներին այդ տիպի կարկուտ եւ որպես աղետ էլ պիտի նայենք, այսինքն պիտի բնականաբար պետությունը օգնի եւ օգնումը դոկտորեն ձեռնարկելի ոչ միայն պետությունը, ես կարծում եմ, որ այդ բարեգործները, որ իրենց բարեգործ են համարում, հենց այս ժամանակ, այս աղետների ժամանակ պիտի օգնել, որը իսկական բարեգործներ, ես կարծում եմ կլինի նաև այդ բարեգործները, գործարարները, պետությունը, տարբեր տեսակի հիմնադրամները պիտի օգնել այդ գյուղացիներին, որտեղ նրանք ոչ միայն շահույթ չեն ստացել, այլ այսպես ասած կրախի առաջ են կանգնել իրենց գոյության հետ կապված խնդիրը եւ բոլոր տիպի բարեգործություններ այդ բառը հենց ինքը այսօր իրենց է պետք։ Իսկ ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապված այս տարին հատկապես գարունա ձմռան վերջը եւ գարունա հիմնականում բարենպաստ չէր։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների բոլոր ճյուղերի համար չկար միանշանակ ասել, օրինակ դաշտավարության համար նպաստավոր չի, որ անձրևներ ալինը, որտեղ մոտիկ չեն կարում պամիրդոր, վարուն, բանջարեղեն, որը արարության դաշտի հատկապես հիմնական գործոններից է, վնասատալի մրգին, որը արարության դաշտում է, բարենպաստ չէր, բնականաբար, եթե նույնիսկ մենք ունենանք վերքեր, չեմ կարծում, թե դա երկրորդ մենակ բանջարը երկրորդ անգամ պիտի նոր գործողություններ անեն, ծախսերը անեն, որ ունենան։ Ինչի համար հիմնադրամ չեմ կարող ասել կոնկրետ գումար ես կոնկրետ տենց հստակ ինֆորմացիա չունեմ, բայց գիտեմ, որ մարդիկ կան, որ փորձում են օգնել այդ հիմնադրամին, ինչքան ոնց դժվարանամ կոնկրետիվ ասել։ Դա լուծում է, Մարիսյանյան։ Բոլոր տիպի օգնությունները լուծում են։ Որոշ տիպի որտեղ նորից եմ կրկնում, ես նաև ծանոթներ ունեմ, շփվել եմ իրենց հետ, ուրեմն դա իրոք աղետալի վիճակ է։ Սա մենակ այս տարվա հետ կապված խնդիր չի, այս տարվա բերքի հետ կապված խնդիր չի, հետո հատկապես դաշտավարությունը, համախաղությունը քաղաքին փող է, վարկ են վերցրել, իրենց եղած չեղածն դրել, եւ եթե լավ բերք չի ստանում մի քիչ 0-0 են դուրս գալիս ուրիշ խնդիր է, բայց որ դա վերանում, աջակցում եւ եկող տարվա հաջորդ տարվա բերքել ավտանգի ենթարկում, դա լրիվ ուրիշ բան է եւ ով էլ ինչքան օգնի, ես կարծում եմ, որ սա հենց հերվից քաղաքից մի քիչ ուրիշ ձև է, եթե մեկ-երկուսին հանդիպեք, տեսնեք, որ դա շատ իրոք։ Գիտեք, ուրեմն տարբեր տիպի վարկեր կան սուբսիդավորված վարկեր վճուր, ես ինչքան տեղյակ եմ։ Վարկեր դրանք, ասենք, 14%-ով, 4%-ն էլ պետությունն է տալի, 10%-ով է լինում։ Եթե մարդը գյուղացին անդամ է ակվա կրեդիտ բանկի ինչ-որ բանի անդամ է այդ բանկի, նրանց ավելի փոքր վարկեր են տալի կարճաժամկետ, ավելի փոքր տոկոսով։ Եթե վարկը վերցվում է ընդհանուր հիմունքներով, դա մինչև 18%, 19%, հետո այնտեղ կան նաև շատ նուրբ մոմենտներ, բանկը իր սպասարկումն է, տոկոսը 15-ը, բայց 2% էլ ավելանում է սպասարկման հետ կապված, ավելանում է։ Սովորաբար բանկերը համարյա մեծ տարբերությամբ չեն տալի։ Ես կուզենայի հարցը երկու մասի բաժանել։ Առաջինը այն ինչ որ եղել է, որի նկատմամբ այսօր միջոցներ են ձեռնարկում դրանք վերացնելու կամ դրանք փոխհատուցելու։ Ավելի շատ ինձ հետաքրում է ինչ պիտի անել, որպեսզի նման բաները յետայսու չկրկնվեն կամ կրկնվելու դեպքում, ասենք, ավելի քիչ ցավոտ լինեն եւ գյուղացու համար տանելի լինեն։ Ուրեմն առաջինը ասեց պարոն Ալեքսանյանը, որ ապահովագրական համակարգը պիտի գործի։ Ժամանակին երբ Վլադիմիր Մովսիսյանը նախարար էր, նա փորձում էր մեր ապահովագրական համակարգը վերաապահովագրել, ասենք, անգլիական որևէ մի այսպես հիմնարկության կամ կազմակերպության կողմից, որ նրանք նույնպես, ասենք, այդ աղետների ժամանակ կարողանային իրենց միջոցներով որոշակի փոխհատուցում բերել։ Սա առաջինն է, որը պիտի անել։ Այդ զենիթային համակարգը, որ սկզբում գործում էր կարկտաբեր ամպերը ցրելու, դրանից հետո եկավ այսպես ալազանային հրթիռների կիրառման, հիմա էլ ասենք այդ բրազիլական մեթոդը, որ կիրառում են եւ այլն, եւ մեր այսպես անվտանգության մարմինները, մասնավորապես այդ բանը կոմիտեն ասում է նախարարությունը, որ կարկտաբեր ամպերը հավաքվում են Թուրքիայում, հետո դրանց հնարավոր չէ այնտեղ կրակել, դրանք արդեն կարկտաբեր ամպեր դարձած գալիս են Հայաստան եւ այդ կարկուտը
այսպես բան անել, չեզոքացնելը դառնում է անհնար։ Ես խոսել եմ մեր գիտնականների հետ, մենք ունենք կազմակերպություններ, մասնավորապես Կոմետա կազմակերպությունը, որ նրանք կարող էին, եթե համապատասխան ֆինանսավորում լիներ, ստեղծեին համակարգեր, որոնք կարող էին այդ կարկտաբեր ամպերը, ասենք, չեզոքացնել բաների միջոցով, ասենք համապատասխան ֆոнд կամ լիցքեր ուղարկելով, այդ աշխատանքները ցավոք սրտի նրանք չֆինանսավորվեցին ժամանակին, բայց պիտի որ մենք դրան վերադառնանք։ Առաջին կետը, պարոն Սաֆարյան, այսինքն պետությունը պիտի մի այլ տեղ, հա, եվրոպական ինչ-որ մի ապահովագրի իրեն եւ իր գյուղացուն։ Չէ, այստեղ ապահովագրի եւ դա վերապահովագրի, նաեւ միջազգային վերապահովագրի, որ ավելի այսպես երաշխավորված լինի ապահովագրական համակարգը։ Իրեն թե գյուղացուն, գյուղացուն վերապահովագրի, հողի աշխատավորին։ Չէ, հիմա տեսեք, ես այն կարծիքին եմ նաեւ, որ այդ համակարգերը, որոնք կարկտաբեր ամպերը ցրում են եւ այլն, սա պետքա լինի ապահովագրող կազմակերպության տնօրինման տակ, ինչու՞, որովհետեւ այդ կազմակերպությունը պիտի շահագրգռված լինի, քիչ վճարներ անի, դրա համար ինքը պիտի ավելի նախաձեռնող լինի այդ կարկտաբեր ամպերը ժամանակին չեզոքացնելու կամ նրանց ռիսկը այստեղ ընթացքում ծնվեց էլի ձեր այսպես ներկայությամբ եւ այս համակարգի պարագայում կարող է ավելի արդյունավետ գործել այդ անվտանգության համակարգը այսինքն ուղիղ իրագրպանն է գնում ինքը շահագրգռված կլինի եւ ավելի նախաձեռնողական մոտեցում կցուցաբերի այս հարցին Ու գիտեք, որ գյուղատնտեսությունը մեր են 5 գլխավոր ուղղություններից մեկն է, որ ասենք բյուջեի մուտքերը ապահովում չէ, արտոնաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր, ծառայություններ, այդ հիմնական ցավոք սրտի մենք մեր ունեցած 446,000 հեկտար հողերից Կոտարապես 170,000 չենք օգտագործում եւ սա լուրջ խնդիր է, որ մեր գյուղատնտեսության վերաբերյալ կառավարությունը պետք է լուրջ մոտեցում դրսևորի։ Այսօր օրենք ընդունված չի գյուղատնտեսության մասին, այն դեռ այսպես սկզբնական փուլում է, մշակումների փուլում է եւ պիտի դա դառնա օրենք եւ այդ օրենքում պիտի շատ հստակ գնահատականներ տրվեն եւ ապահովագրահոդվածներ լինեն եւ գյուղ մթերքների իրացման խնդրի եւ նրա արտադրության կազմակերպման եւ բանկերի վարկավորման այստեղ դուք էլ ասեցիք որ վարկերը շատ բարձր են դրանք իրոք ամենանվազագույնը 10% է որից 4% պետությունն է սուբսիդավորում եւ դա գալիս է նրանից որ մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին բարձր է սաղաճը զսպելու համար ես կարծում եմ որ գյուղատնտեսության համար այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է ցածր լինի մինչեւ ասենք 6% որպեսզի ասենք բանկերը կարողանան ավելի էժան վարկեր տրամադրել գյուղացիներին։ Սա նույնպես խնդիր է, որը պիտի քննարկվի եւ պիտի դրան գնահատական տրվի։ Մյուս հարցը նա է, որ արդեն կառավարությունը որոշել է հողի եւ ջրի, հա, հողի հարկի եւ ջրի վարձը այդ գյուղերում, ասենք, նայած եթե 100%-ով են տուժել, դրանց ամբողջությամբ սուբսիդա այդպես չհարկվեն, իսկ որ գյուղերը, որոնք մասնակի են տուժել, նրանց էլ մասնակի չափով։ Ես այն կարծիքին եմ, որ հատկապես սահմանային գյուղերում պիտի ջրի վարձը ընդհանրապես ծրի լինի։ Որտեղ սահմանային գյուղերում ավելի քիչ են օգտագործում։ Եթե Արարատյան դաշտավայրում մենք 2 կամ պարոն Ալեքսանյանը կասինք ավելի մոտիկ է այդ համակարգին 3 բերք կարող են ստանալ, ապա սահմանային գյուղերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը, դրանք 1 բերք էլ չեն ստանում։ Ավելին եւ ինչ որ բավականին հողատարածքներ գտնվում են Արդեն կառավարության ուժում ցածեմ ջրի սահմանային գոտում ջրի ու հողի վարձերը Ահա, ուրեմն մենք այդ մասին արդեն 2-3 տարի շարունակ բարձրաձայնում ենք եւ հանրային խորհրդում եւ ապրանք արտադրողների միությունում առաջինը Քանի տարի Մենք որ խոսում էինք այդ մասին, մենք մեր միությունը ապրանք արտադրողների 90 որ թվին ենք 98 թվին ենք մենք հիմնադրվել, մենք այդ ժամանակվանից ասում ենք, այն ժամանակ դեռ այդ կարգի բաներ չկային որոշ մարդկանց կողմից։ Բայց գյուղացիները այդ կառավարության որոշումից հետո որ զրուցում են, ասում են, որ այդ հողի ու ջրի հարկի ազատելը դրանք կոպեկներ են, դրանք իրենք դրանից էական օգնություն չեն ստանում։ Չէ, կոպեկներ չեն, մի խորանարդ մետր ջուրը տալիս են 11 դրամով։ Բա 11 դրամով եթե կայուն Ասում իրենց ակնկալիքը հիմնական գումարից են։ Չէ, մեր օպեր, այստեղ երկու խնդիր կա։ Մենք տեսեք, պարոն Ալեքսանյանն էլ շատ ճիշտ նկատեց։ Մենք պիտի այնպես չանենք, որ գյուղացին
միշտ մտածի, որ կգա ինչ-որ մեկը կամ մի բարեգործ կամ պետությունը կսուբսիդավորի։ Իհարկե, գյուղատնտեսությունը շատ վնասաբեր, այսինքն օգուտ չապահովող ոլորտ է։ Օրինակ Եվրոմիության բյուջեն մոտարապես 1 տրիլիոն եվրո է։ Եվ դրանք իրենց բյուջեի 45-ից մինչև 50%-ը գյուղատնտեսության սուբսիդավորմանն են ուղղում։ Անգլիացիների եւ ֆրանսիացիների միջև շարունակ վեճ կա։ Անգլիացիներն ասում են մեծ գումարներ մենք տրամադրենք գիտատեխնիկական զարգացմանը, ֆրանսիացիներն ասում են գյուղատնտեսության սուբսիդավորմանը եւ միշտ հաղթում են ֆրանսիացիների այսպես տեսակետին պաշտպանողները եւ գյուղատնտեսական մթերքները ստացվում են դեմպինգային։ Այսօր դու չես կարող քո կարագը Հայաստանում արտադրած կամ պանիրը տանես եւ վաճառես Դանիայում, Ֆրանսիայում կամ մեկ այլ երկու, որտեղ այնտեղ բավական էժան է ստացվում իրենց այդ սուբսիդավորման համար։ Հիմա մենք Հայաստանում պիտի կարողանանք ինչ-որ չափով մեր գյուղացուն համար նպաստավոր պայման ստեղծենք։ Առաջինը ես կարծում եմ, որ պիտի այդ սահմանային շրջանների գյուղերում հատկապես ազատ տնտեսական գոտիներ ստեղծել, որպեսզի գյուղացին այնտեղ գյուղմթերքի մշակման համար, ասենք, գյուղմթերք մշակողը, որտեղ այնտեղ պիտի ստեղծվեն կառույցներ, ասենք, որոնք որ պիտի մշակեն այդ մթերքը, նրանք ազատված լինեն, ասենք, ցանկացած հարկից, դες նկատում եմ շահութահարկից, ավելացած արժեքերից եւ այլն, հա։ Եվ միայն եկամտահարկը գործի, եկամտահարկը դա բնական հարկ, եթե եկամուտ ունես, հարկ մուծի, դրանից որևէ մեկը նույնիսկ գյուղացիները դրան դեմ չեն լինի այդ եկամուտ ունենալու պարագայում։ Մի խոսքով համակարգված մոտեցում գյուղատնտեսության ոլորտին այսօր պիտի ցուցաբերի կառավարություն։ Եվ այս կարկտահարությունը մեկ անգամ եւս բացեց մեր այն ամբողջ այս ոլորտում տեղի ունեցող մեր վիճակի մասին պատկերացումները եւ պիտի կառավարությունը երկու, ինչպես ասում են, դեմքով շրջվի դեպի գյուղատնտեսությունը, դեպի գյուղը։ Բացի դա մեր նախարարությունները այսօր ֆունկցիոնալ նախարարություններ են, այսինքն համակարգը կառավարում են օրենքների միջոցով։ Ես կարծում եմ, որ արդյունաբերության նախարարություն, որը չկա եւ պիտի լինի, ես կարծում եմ, եւ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, որը կա, նա պիտի վերակազմավորվի եւ լինի ոչ թե ասենք ֆունկցիոնալ, այլ ֆունկցիոնալ ճյուղային, ճյուղը կառավարող։ Հիմա գյուղնախարարին ասում են արի օգնի կամ չգիտեմ, նա ֆինանսներ չունի, որտեղից օգնի։ Ամեն անգամ մտնում է կառավարություն, ասում է կառավարություն, այս գյուղում կարկուտ է եղել կամ չգիտեմ անձրև է եղել կամ ջրհեղեղ է եղել, մի փոքր պահուստային ֆոնդից գումար տվեք։ Այսինքն պիտի այդ նախարարությունները, երկու նախարարություն, արդյունաբերություն, որ պիտի ստեղծի, որը չկա, էկոնոմիկայի մեջ է դա տեղավորված, եւ գյուղատնտեսություն, գոնե այս երկուսը լինեն, ասենք, ֆունկցիոնալ ճյուղային եւ օրենքներ ընդունելու պարագայում աշխատեն եւ կառավարեն այդ ոլորտը։ Բյուջեից